Նիկոլինա հասնելու։ Ինքն իրեն ու սեփական կաբինետին 3 միլիարդ դրամ, շուրջ 8 միլիոն դոլար պարգևավճար բաժանած, թոշակը 10,000 դրամով բարձրացնել է անիմաստ համարող Փաշինյանին, ժողովուրդը հորդորում է թմբուկների ձայնով չխլացնել ականջները, լսել փողոցի դժգոհության ձայնը։ Բայց ինքը խաղաղ չի ժողովուրդ այդ հանդիպի։ Ինքը ուզում է կենասած, ոնց է անում։ Մեծ մանիպուլյացիա ադրբեջանական բենզինը իրացնելու համար, ինչու է աննախադեպ թանկացել հեղուկ գազը եւ ինչու են անգամ այդ դեպքում հայ վարորդները հիմնականում խուսափում ադրբեջանական բենզինից։ Ինչ գիտեք դրա մեջ ինչ կա, որ ցես բակիդ մեջ տրակ ես դուել մեքենատը։ Տնից հիվանդանոց այնտեղից ԱԱԾ մեկուսարան տեղափոխված Սամվել Կարապետյանը վաղվանից էլի տնային կալանքում կլինի ու կպատրաստվի իր առաջին խոշոր հայտարարությանը։ Կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Եվ դատարանն է արդեն հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ նշանակում։ Իրավունքի մասնագետները Մասյաթոտ ընթեմում տեղի ունեցածը համարում են սահմանադրական կարգի տապալում։ Սահմանադրությունը այլ բան է ասում, որոշումները այլ տրամաբանությամբ են կայացվում։ Դուք դիտում եք Հայլուրի հունվարի 17-ի ամփոփիչ թողարկումը, բարի երեկո սիրելի հայրենակիցներ, եւ այսպես պարգևավճարային սկանդալը դեռ չհանդարտված Փաշինյանը հայտարարել է, թե Հայաստանի տնտեսական զարգացման ընթացքը թևակողում է վստահության նոր փուլ։ Նա այդ եզրակացությունն է արել, որովհետև միջազգային հեղինակավոր Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB- մակարդակում։ Իբրև մի դարակազմիկ ձեռքբերում է ներկայացրել սա Փաշինյանը, ամրագրում, որ իր տնտեսական քաղաքականությունը միջազգային շուկաներում ձեռք է բերում որակական նոր կշիռ։ Իրականում ճիշտ նույն կերպ Fitch Ratings գործակալությունը բարձրացրել է Հայաստանի վարկանիշի հեռանկարը, դարձնելով դրական եւ հաստատել է վարկանիշը BB- մակարդակում նաեւ 2007-ին։ Ամենացածր վարկանիշը բացասական գնահատականով Հայաստանը ունեցել է Փաշինյանի կառավարման շրջանում 2020-ին։ Հիմա փաստացի Փաշինյանի կաբինետին հաջողվել է ընդամենը հետ բերել կորցրածը։ Ինքն իրեն ու սեփական կաբինետին 3 միլիարդ դրամ, շուրջ 8 միլիոն դոլար պարգևավճար բաժանած, թոշակը 10,000 դրամով բարձրացնել է անիմաստ համարող Փաշինյանին, ժողովուրդը հորդորում է չփորձել անգամ ինչ-որ վարկանիշային մանիպուլյացիաներով մոլորեցնել իրենց։ Փողոցի դժգոհության ձայնը Լիլիթ Գասպարյանի ռեպորտաժում։ Ձեր թոշակը ձեզ հերիքում է։ Միայն այս հարցը լսելիս թոշակառուների նյարդերը տեղի են տալիս։ Մենակ դեղերին հերիքավսո։ Այդ Նիկոլինա հասնելու։ Որոշ մարդիկ նույնիսկ կասկածում են, թե ծաղրում ենք իրենց։ Ախր ինչպես կարող է այսօրվա թոշակը հերիքել Եվրոպայի թանկությանը գրեթե չզիջող երևանյան գներին։ Ձեր թոշակը ձեզ հերիքում է։ Հələ մի բան էլ ուրիշներին եմ տալիս։ Որ ասեմ հակը հավատակ։ Յոլա ենք տանում։ Գիտեք ոնց եք ապրում։ Ապրում եք, որ տեսնեք որտեղ է էժան, որտեղ է հարմար։ Ձեզ աղնում ենք, էլի։ Իսկ դες որ ասեք շռալ ենք ապրում, չէ։ Ես 42 տարվա ստաժ ունեմ, իմ թոշակս 50,000 է։ Ուղղակի շատ քիչ է թոշակները։ Եթե չօգնել 44,000 իմ ստանում, հիմի հաշվեք, յոլա կգնամ թե չէ։ Չի կարող ապրել թոշակառուն ոչ 44,000-ով, ոչ 50-ով, առնվազն 100,000 դրամ պետք է ստանա, որ կարողանա գլուխը պահել օր-օրի թանկացող Հայաստանում, կարծում են մարդիկ։ Եթե կողքից օգնություն չլինի, թոշակառուն երբեք չի ապրի, երբեք։ Ուզում է 10,000 լինի, ուզում է գոնե 100,000 պետք է լինի ամենակիչը։ Սա ես ինչ են անում, խայտառակություն է սա։ Հարցերը շատ են, բայցերը շատ են, հարցականները կախված են, թոշակառուն չի կարող։ Անպայման եթե կողքից օգնություն չկա, ուրեմն թոշակառունը տենց սոված, ծարավ, ցրտին, չգիտեմ, գոյատևում է, թե ապրում է։ Բայց ինչ 100,000-ի մասին է խոսքը, եթե կառավարությունը նույնիսկ 10,000 դրամ չի ուզում բարձրացնել կենսաթոշակը։ Մենք չենք ասում։ Նիկոլ Փաշինյանը դա անիմաստ է համարում։ Լավ, թոշակառուների թոշակ ամսական 11,000 դրամով 11,000 դրամով կամ 10,400 դրամով ավելացնենք, ինչ անելու թոշակառուն։ Այդ գումարը ինչ անելու, ինչի վրա ծախսելու։ Թող գա, ես իրան բացատրեմ ժողովրդին ինչին է պետք։ Իրան ինչի է պետք այդ ամեն ինչը։ Արի ուտես, որ այդ 10,000 դրամն այսօր օդ ու ջրի պես է պետք թոշակառուներին։ Դրանով մի ցավի դուռ հաստատ կփակեն։ Կփոխվի, որ կարանք կոմունալը տանք։
մի քիչ ավել կոմունալը շատ է ձմեռվա ժամանակ աղագին թանկ է նստում էլի 10,000 որ տալիս եք տամ Նիկոլին, թող իր համար դեղեր առնի։ Բայց մեկա չի բուժվի, ինքը չի բուժվի, գլխի ոնց ասում երկրորդ հարգը ջուր չի հասնում։ Բայց այդ միլիոն ու կեսը որ տվել ես բաներիդ, պատգամավորներիդ, նրանք չեն շշկրվում։ թող իր մասի մտածի ինչ անել իր ստացած փողերը Մարդիկ նկատի ունեն այն ահռելի պարգևավճարները, որ ստացել են Փաշինյանը, կառավարության մյուս անդամները, պատգամավորները։ Կուզեմ ես եմ 3 միլիոն ստանայի պարգևավճար։ Եվ ես արձանագրեցի Կառավարության մինիստրի ժամանակ էլ պարզվեց, որ 10,000-ով էլ չէ, 20,000-ով էլ բարձրացվի թոշակը։ Միևնույն է, անօգուտ է։ բավարար չափով չի Ըստ Փաշինյանի, եթե ստացված թոշակով տունը չի տաքանում, ինչքան ուզում է բարձրանա թոշակը, մեկ է չի տաքանալու։ որովհետև այդ տանը կան բազմաթիվ խնդիրներ, սկսած պատուհաններից, վերջացրած դռներով եւ այլն, վերջացրած պատերով եւ այլն եւ այդպես շարունակ։ Հա, դες քրքաշ թող ապրում չէ մեռնի։ Հա? Թող մի հատ գա երես առերես հետը ես զրուցեմ։ Իրան բացատրեմ ինչու նա բանն էլի։ Բայց ինքը խոհախմախ չի ժողովուրդ այդ հանդիպի։ Ինքը ուզում է կենասած ոնց է անում։ Լիլիթ Գասպարյան, Հայկ Ավանեսյան, Նորայր Շարբաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Մեծ մանիպուլյացիա են համարում վարորդները հեղուկ գազի աննախադեպ թանկացումը։ Կասկած կա Երևանի փողոցներում, թե մարդկանց մեսիջ է ուղարկում իշխանությունը։ Իրանական ու ռուսական հեղուկ գազը թանկ է, ադրբեջանական էժան բենզին լցրեք։ Բայց անգամ երբ այնքան է բարձրացել, որ տրամաբանականի սահմանից դուրս է եկել հեղուկ գազի գինը, հայ վարորդները հիմնականում խուսափում են ադրբեջանական բենզինից։ Աննա Գյուլնազարյանն է պատմում։ Մեկ գիշերում հեղուկ գազի գինը որոշ գազալցակայաններում 320 դրամի է հասել։ Վարորդներն անելանելի դրությունից դուրս գալու համար կատակում են։ Իրենց մեքենաների ամբողջական լիցքավորված բալոններն առաջարկում են փոխանակել բնակարանների հետ, տանտիրոջ կողմից մեծ հավելավճարով։ Ես միշտ 3000 եմ լցնել, այդ 150 դրամ էր 160, հիմա դարձել է 300 մոտ, մեկին 100% բարձրացել։ Մայրաքաղաքի գազալցակայաններում լուսատախտակներին 290 դրամ է երևում։ Վարորդների խոսքով իրենց բարձրացրած աղմուկի ֆոնին է 320-ից 290-ի չել գինը։ Բերողների ձեռնա, ուզում են թանկ են ծախում, ուզում են էժան են ծախում, ինչ ուզում անում են, էլի։ Մի հատ պետք է ստաբիլ գին որոշեն վերջնական, որ ասենք մարդիկ իմանան, էլի։ Թանկա, էժանը, ասենք ոնց է սրեդնի գինը, ինչա, որ իրանք իրենց անելունի իմանան։ Հեղուկ գազի բարձր գինը հատկապես ծանրհարված է տաքսիստների գրպաններին։ Առավոտից գիշեր աշխատում են, բայց եկամուտը հազիվ գազին է հերիքում։ 2000-ի լցում եմ, երևի մի 100 կիլոմետր չեմ քշում։ Իսկ առաջ, որ 2000-ի լցում էինք, գնա քշում էինք, էլի։ Քեֆների իշքան ուզում է, այդքան է բարձրացնում են, ուզենան իջացնեն։ Այս արդեն Ես երկիրը արդեն ապրել ուտեղ չկե։ Հեղուկ գազը Հայաստան է մտնում Ռուսաստանից ու Իրանից։ Տնտեսագետները պարզաբանում են, խնդիրներն սկսվում են ձմռանը սահմանափակումներով գործող Վերին Լարսի անցակետից։ Իրանում էլ քաղաքական իրավիճակն է լարված։ Պատահական չէ, որ Հայաստանի որոշ լցակայաններում գազի դեֆիցիտ էլ կա, վառելիքն անհրաժեշտ ծավալով երկիր չի մտնում։ Սովորաբար ձմռան ամիսներին, դեկտեմբեր, հունվար, փետրվար ամիսներին մենք ունենում ենք Վերին Լարսի անցակետի աշխատանքների որոշակի սահմանափակություն, որը իր ազդեցություն է թողնում հեղուկ գազի մատակարարումների վրա։ Երկու ուղղությամբ էլ մենք ունենք բավականին լուրջ խնդիրներ եւ այդ խնդիրները ցավոք սրտի դեռ մի քանի շաբաթ է կարող են շարունակվել, հաշվի առնելով եղանական եւ քաղաքական իրավիճակը։ Սուրեն Պարսյանը նկատում է, կառավարությունը ոչինչ չի անում շուկան վերահսկելու համար, տնտեսվարողները օգտվելով իրավիճակից թելադրում են իրենց հարմար գները։ Խնդիրը կարող է նրանում, թե պատկան մարմինները իդեմս մրցակցության հանձնաժողովի եւ կառավարության որքանով են այս ոլորտից տեղյակ եւ հասկանում, որ շատ
այսպես ճգնաժամային իրավիճակներում պետք է ուշադրություն դարձնել տարեկան ներկրողների քանակի վրա, այլ կոնկրետ տնտեսվարողների, որոնք ունեն պայստավորման հնարավորություններ, կարողություններ եւ որոնք սկսում են գին թելադրել շուկայում։ Եթե հեղուկ գազի գինը շարունակի թռիչքաձև աճել, շատ վարորդներ մտադիր են անցնել բենզինի։ Բայց որ ադրբեջանական բենզինը ոչ մեկս չենք լցելու, դա փաստ է։ Ով լցի ինքը թուրք է ուրեմն։ Ինչ գործ ունենք ադրբեջանական բենզինը, ինչ գիտեք դրա մեջ ինչ է, կարող լցես բակիդ մեջ տրակես դու էլ մեքենատով։ Աննա Գյուրնազարյան, Միլենա Պողոսյան, Աշոտ Մնոյան եւ Անի Ղանդիլյան, Հայլուրի համար։ Անցնենք առաջ երկկողմանի թոքաբորբի դեմն առնելու համար հոսպիտալացված, այնտեղից ԱԱԾ մեկուսար ընտրված գործարար Սամվել Կարապետյանը վաղը դուրս կգա կալանավայրից ու նորից տնային կալանքում կլինի, բայց արդեն առանց հրապարակային խոսքի արգելքի։ Դատական խառը ու հակասական որոշումներից հետո նա պատրաստվում է իր առաջին խոշոր հայտարարությանը։ Մեր ձևով շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտնել է, որ գործարարը եկող շաբաթ կներկայացնի տնտեսական ու անվտանգային իր ծրագրերը։ Փաստաբանները այդ ընթացքում կսկսեն վիճարկել նաև տնային կալանքը։ Նրանք համոզված են, որ մենք մեր ձևով կմասնակցենք եկեղեցու պաշտպանության նախադասության համար, որևէ ինտենսիվ խափանման միջոց կիրառվել չի կարող։ Սամվել Կարապետյանը կիրակի նորից տանը կլինի։ 14 ժամ տևած դատական նիստից հետո առաջին ատյանի դատարանը որոշել է տնային կալանք տալ Կարապետյանին, վերացնելով սահմանափակումը։ Իբրև թե իշխանությունը զավթելու կոչի համար ազատազրկված բարերարը կարող է հրապարակային խոսք հնչեցնել։ Կոչերի հրապարակային հայտարարությունների սահմանափակումը եւս վերացվել է։ Իդեպ այդ իմաստով, ինչպես արդեն 3 տեղեկացրել էի, Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը այդ մասով արձանագրումներ կատարել էր, որ նման սահմանափակում չպետք է լինի։ Կարապետյանը դեռ Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում է։ Նրան 3 հիվանդանոցից են տեղափոխել այնտեղ, կիսատ թողնելով ներերակային ներարկումը։ Նա երկկողմանի թոքաբորբից է բուժվում։ Երբ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը որոշել է բեկանել առաջին ատյանի դատարանի դեկտեմբերի 30-ի որոշումը Կարապետյանին տնային կալանքի ուղարկելու մասին, քննիչը 10 ոստիկան է ուղարկել հիվանդանոց բարերարին անհապաղ կալանավայր տեղափոխելու համար։ Հունվարի 16-ը չափազանց տարօրինակ, բարդ, դժվար օր էր։ Իսկապես այն պահը, երբ հիվանդանոցում էր գտնվում Սամվել Կարապետյանը, ստանում էր ներերակային ներարկում, ոստիկանության 10-ից ավել ծառայողներ գալիս են մտնում են հիվանդանոց, քանի որ քննիչը գրություն է գրել, որ Սամվել Կարապետյանին անպայման անհապաղ տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ։ Փաստաբանների պնդմամբ տնային կալանքը վերացնելու հակակոռուպցիոն դատարանի որոշումը չէր ենթադրում, որ Կարապետյանը անհապաղ պետք է կիսատ թողնի ստացիոնար բուժումը ու տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ։ Ոստիկանության աշխատակիցները գտան, որ դա բավարար չի, կապ չունի մարդը ստացիոնար բուժում է կրում, թե ինչ անում, պարտադիր է պետք է տեղափոխեն քրեակատարողական հիմնարկ, ընդ որում որ եկան այդ պահին պարոն Կարապետյանը սիստեմա էր միացված եւ միանգամից պարոն Կարապետյանն ասաց, դե այդ դեպքում ուրեմն այլ սիստեման այլ պետք չի, անջատեք, հենց հիմա գնում եմ քրեակատարողական հիմնարկ, նույնիսկ չցանկանալով դատական նիստին մասնակցել, միանգամից ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվեց այնտեղ։ Իրավիճակը փոխել է առաջին ատյանում հակակոռուպցիոն դատարանի նիստին զուգահեռ անցկացվող դատական նիստը։ Քննիչը նախ միջնորդել է երկարաձգել տնային կալանքը, հետո, երբ հակակոռուպցիոն դատարանը տնային կալանքը վերացնելու որոշում է կայացրել, քննիչը նոր միջնորդություն է ներկայացրել՝ երկարաձգել կալանքը։ Հենց այս միջնորդության քննությունն է տևել 14 ժամ։ Փաստաբաններին հաջողվել է դատարանին համոզել, որ անթույլատրելի է կալանքի որոշում կայացնելը այն դեպքում, որ Կարապետյանը բուժումների կարիք ունի։ Դատարանը կայացրեց որոշում, եկավ այն եզրահանգման, որ տնային կալանք խափանման միջոցը, գրավը եւ բացակայելու արգելքը իզորու են տվյալ իրավիճակում պատշաճ վարկագիծը ապահովել։ Փաստաբանները չեն պատրաստվում հաշտվել նաև տնային կալանքի որոշման հետ։ Իրենք Կարապետյանի տնային կալանքը վարչական վերահսկողության փոխարինելու միջնորդություն էին ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ վերաքննիչ բողոք կներկայացնեն։ Պաշտպանական թիմը դեռևս վերջնական չի հստակեցրել
իր անելիքները այս գործով, բայց այն որ վարույթն իրականացնող մարմինը ակնհայտորեն շարունակում է իր ապօրինի գործելավոճը, դա ակնհայտ է ու դրա մասին երկրորդ կարծիք գոյություն չունի։ Իլիթ Սարգսյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Գյումրիի կալանավորված քաղաքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկ, հայտնել է նրա պաշտպան Զարուհի Փոստանջյանը։ Փաստաբանի խոսքով Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը վատթարացել է։ Կրծքավանդակի շրջանում մշտական ցավեր կան, գունատ տեսք ունի եւ արտահայտված ֆիզիկական թուլություն։ Փաստաբանի պնդմամբ բժիշկն ախտորոշում է տվել, որը անհամատեղելի է կալանքի հետ, սակայն նրան տեղափոխել են բանտախուց։ Կալանավայրում հացադուլ անող Նարեկ Սամսոնյանը վիրահատության կարիք ունի, այսօր ահազանգել է փաստաբանը։ Իմ նեմնիմի փոդքասթի հաղորդավարի համար փաստաբանի խոսքով ամեն օրը կարող է հաշիվ լինել։ Ջերմ ողջույններ Արմավիր քրեակատարողական հիմնարկից։ Կալանավայրում արդեն 9 օր հացադուլ հայտարարած իմ նեմնիմի փոդքասթի վարող Նարեկ Սամսոնյանի խոսքերն է փոխանցում Անտիֆեյքի գլխավոր խմբագիրը։ Հոդվածում Սամսոնյանը տեղեկացնում է, կալանավայր այցելած բժիշկն ասել է, որ ինքը շտապ վիրահատության կարիք ունի, բայց համապատասխան մարմիններն անհասկանալի պահանջներ են առաջ քաշում։ Որ տվյալ ցուցումը հնարավոր է իրականացնել նվազագույնը 10 օրում։ Այսինքն, ինձ առանց հանցակազմի արկայության պահում են ուղղակի գերության մեջ, հիմա պատկերացրեք, թե մենք ինչ աստիճանի բարոյազուրկ քրեական հանցագործ ռեժիմի հետ գործ ունենք։ Իմ հացադուլի նպատակներից մեկը հենց այս ամեն ինչը հնարավորինս լայն զանգվածների ցույց տալն էր։ Փաստաբան Ռուբեն Մելիքյանի խոսքով դեռ 2025-ի դեկտեմբերին պետք է Սամսոնյանը վիրահատվեր, սակայն քրեական հետապնդումը դա անհնար դարձրեց։ Ամեն մի օրը հաշիվ կարող է լինել։ Եվ մենք նաև սրա մասին ենք խոսում, առանց կոնկրետ մեղադրելու մարդկանց հանրային ուշադրությունն ենք հրավիրում այս հանգամանքի, որ մենք գործ ունենք քաղբանտարկյալի հետ, այս պայն միակ քաղբանտարկյալն է, որ հացադուլի մեջ է գտնվում։ Դիմակավորված ուժայինները 2025-ի նոյեմբերի 13-ի առավոտյան ներխուժել էին իմ նեմնիմի հաղորդաշարի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի տներ, ձերբակալել նրանց։ Սամսոնյանին մեղադրում են խուլիգանության համար։ Նարեկ Սամսոնյանը որոշել է այս ծայրահեղ միջոցին դիմել, նաև հաշվի առնելով գործի աբսուրդայնության գերագույն աստիճանը։ Մելիքյանը հազանգում է, եթե իրավապահները տեղից չշարժվեն եւ Սամսոնյանը շատ արագ չտեղափոխվի հիվանդանոց, հնարավոր չէ բացառել վատ հետևանքները։ Իմ կողքին քաղբանտարկյալ է մահացել Արմեն Գրիգորյանը լուսահոգի։ Եվ ես հասկանում եմ, որ առողջական խնդիրների մասին խոսելիս մեկ այն ժամանակ առողջական խնդիրների մասին մեզ ոչ մեկ տեղակ չէր պայել։ Նա ասում էր ես բժիշկ եմ, ես դա իմ խնդիրներն են։ Բայց ես հասկանում եմ, որ այստեղ ես ունեմ, այսպես ասենք, մի բան էլ ավել պարտականություն։ Եվ չտեսնված Անտիֆեյքի գլխավոր խմբագրին զարմացնում է մարդու իրավունքները պաշտպանող եվրոպական կառույցների լռությունը։ Հայաստանում Եվրամիության գրասենյակը ողողել են բողոքներով, բայց սայլը տեղից չի շարժվում։ Կարնե Մանգասարյան, Աշոտ Մնոյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում դատարանն է արդեն հայ-առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ նշանակում։ Իրավունքի մասնագետները սահմանադրական կարգի տապալում են համարում այն, որ դատարանը մեկ օրում վարույթ է ընդունել ու հապճեպ որոշել վերականգնել Գևորգ Էպիսկոպոս Սարոյանին Մասյացոտ թեմի առաջնորդի պաշտոնում այն դեպքում, որ նա ազատվել էր ամենայն հայոց կաթողիկոսի որոշմամբ, իսկ մայր օրենքը արգելում է պետությանը միջամտել եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների ինքնակառավարմանը։ Չնայած խախտման մասշտաբին փորձագետները չեն բացառում, եթե մայրաթոռը փորձի վերականգնել իրավունքը, բանը կարող է հասնել դատական ակտի հարկադիր կատարման։ Պետությանը այլևս չի արգելվում միջամտել եկեղեցու եւ կրոնական կազմակերպությունների գործունեությանը, ներքին կյանքին եւ ինքնակառավարմանը։ Սահմանադրությունը այլ բան է ասում, որոշումները այլ տրամաբանությամբ են կայացվում։ Արմավիրի դատարանը ուրբաթ անվավեր է ճանաչել Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի մեկ շաբաթ առաջ կայացրած որոշումը, ըստ որի Գևորգ Էպիսկոպոս Սարոյանը ազատվել էր Մասյացոտ թեմի առաջնորդի պաշտոնից։ Ռուբեն Վարդապետ Զարգարյանն էր նշանակվել Մասյացոտ թեմի տեղապահ։ Իրավունքի շատ մասնագետներ դատարանի այս որոշումը համարում են հակասահմանադրական։ Դժվար է երբևէ պատկերացնել, որ այդ իրավիճակի առջև կհանգենք, բայց քան դեռ պետական մարմինները
գործում են այս տրամաբանության մեջ եւ քանդր դա չի ասացվել, չեն վերադարձել համանդրությանը համահունչ գործելու իրենց պարտականությանը, այլ բան չեմ կարող ասել։ Գևորգ եպիսկոպոսը հայցը դատարան էր տարել իր ավազանի անունով Արման Վոլոդիայի Սարոյան։ Ստացվում է, որ ոչ թե Գևորգ եպիսկոպոսին, այլ Արման Վոլոդիայի Սարոյանին են վերականգնել թեմի առաջնորդի պաշտոնում։ Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում կարդում ենք, որ դատարանը հայցն ընդունել է հունվարի 15-ին ու մեկ օր անց հապճեպ որոշում կայացրել։ Ըստ իրավունքի մասնագետ քաղաքացիական դատարանի նախկին դատավոր Աննա Փիլոսյանի, դատարանի վճիռն անտեսելը կարող է ավելի բարդացնել իրավիճակը։ Կա օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, իհարկե խիստ խնդրահարույց, համանդրության պահանջների խախտմամբ, բայց պետությունը այնքանով որքանով կա դատական ակտ կարող է կամովին չկատարելու գործիքակազմը հարկադիր կատարման։ Մասյացոտն թեմի նորանշանակ տեղապահ Ռուբեն Վարդապետ Զարգարյանը կլքի առաջնորդարանը դատարանի որոշմամբ։ Կիրակի նորաբաց գյուղի եկեղեցում պատարակ է մատուցելու Հայլուրի հետ զրույցում ասաց Հայր Սուրբը, պատարակից հետո հայտարարություն կանի։ Էդգար Ղուշչյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Սիրելի հայրենակիցներ, այժմ համառոտ այն մասին, թե ինչ ունենք թողարկման երկրորդ մասում։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավարության 1 տարին 150 դատական նիստ ճնշումների, նաև կրոնական ազատությունը սահմանափակող դաժան գործողությունների բացառիկ փաստեր։ Անգամ դաջվածքները այրվել են։ Թրամփը հետքայլ է արել Իրանին չհարվածելու որոշման մասին հայտարարելով, թե պարզապես որոշել է բթացնել Թեհրանի զգոնությունը հարվածից առաջ։ Իրավիճակը Իրանում։ Դա ամերիկյան սադրանք էր։ Եվ ճակատում ուկրաինացիները կորցրել են եւս մեկ բնակավայր, Ուկրաինայի բանակի հոբ ստորաբաժանումը հատուկ առաջադրանք է ստացել։ Մեր հետախուզությունը հաղորդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարձակումներին։ Եվ այսպես Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուջեկչյանի եւ Վագիվ Խաչատրյանի հայրենադարձումից հետո միայն պաշտոնական հաստատված տվյալով եւս 20 հայ կա Բաքվի բանտերում։ Նրանցից 8-ն են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները։ Միեդում հայ գերիների ներկայացուցիչի խոսքով նրանց վերադարձի մասին մտածել հնարավոր կլինի միայն այն դեպքում, երբ մյուս 12 գերիներն էլ հայրենիքում լինեն։ Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծ ու դատավարության մեկնարկի առաջին տարելիցն է։ 150 դատական նիստ է եղել այս աննախադեպ ճնշումներով Լիլիթ Խալաթյանն է պատմում։ Բեմադրված շինծ ու դատական ֆարս, ավելի քան 150 դատական նիստ 1 տարում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության գործերով, կտանքներ, ճնշումներ, նաև կրոնական ազատությունը սահմանափակող դաժան գործողություններ։ Կրոնական սիմվոլները հավաքվել են, անգամ դաջվածքները այրվել են։ Դատավարության մեկնարկից 1 տարի անց դատարանը խորհրդակցական սենյակում է 15-ի գործով դատավճիռ կայացնելու։ Միեդում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանի համոզմամբ հրապարակվելիք վճիռները միայն ձևական են լինելու։ Քաղաքական պայմանավորվածությունը դոմինանտություն է ձեռք բերել իրավական լուծմանը։ Գերիների հայրենադարձումը հնարավոր է կազմակերպել ցանկացած պահի միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում, կարծում է Սահակյանը։ Մենք ունեցել ենք նաև տենց հետաքրքիր դեպք, երբ ռազմագերին Հայաստան է վերադարձվել ընթացող դատավարության շրջանակներում, այսինքն դատարանում ունի ամբաստանյալի կարգավիճակ, պայմանավորվածությունը ձեռք է բերվել, նա ազատ է արձակվել եւ հաջորդիվ նիստի ընթացքում դատարանը հայտնել է, որ քանի որ ամբաստանյալը գտնվում է Ադրբեջանի սահմաններից դուրս ու ուստի պետք է կարճել այդ վարույթը։ Հենց քաղաքական պայմանավորվածության արդյունք է 2020-ին գերեվարված Դավիթ Դավթյանի, Գևորգ Սուջյանի, Վիգեն Էուլջեկչյանի եւ 2023-ին գերեվարված Վագիվ Խաչատրյանի հայրենադարձումը, վստահ է իրավապաշտպանը։ Յուրաքանչյուր վերադարձի հետևում կան պայմանավորվածություններ, բանակցություններ, ուստի իմ գնահատմամբ վերադարձը, եթե մենք չենք խոսում իրավական ճանապարհով վերադարձի մասին, հնարավոր է բացառապես հանրային իշխանության ներկայացուցիչների ներգրավմամբ։ Քաղաքական համաձայնությամբ է տեղի ունեցել 4 հայ գերիների վերադարձն ու սիրիացի վարձկանների արտահանձնումը։ Սիրանուշ Սահակյանը փաստեր չունի, կան ենթադրություններ հիմնված դեպքերի ժամանակագրական հաջորդականության վրա։ Առնվազն չենք կարող չնկատել
իրադարձությունների ժամանակագրական համընկնում։ Այսինքն մեզ համար անհերքելի փաստը այն էր, որ սա տեղի ունեցավ համաժամանակյա։ Այնուամենայնիվ Հայաստան-Սիրիա համապատասխան համաձայնագիր Սահակյանին հայտնի չէ։ Պետք է այդ առումով ճշտել, թե արդյոք Հայաստանի եւ Սիրիայի միջև գոյություն ունի համաձայնագիր, որտեղ ինձ հայտնի ԱՊՀ եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող համաձայնագրերը կիրառելի չեն Սիրիայի նկատմամբ։ Ինչ է սպասվում հայրենիք վերադարձած Դավիթ Դավթյանին, Գևորգ Սուջյանին, Վիգեն Էլջեքչյանին, Վագիվ Խաչատրյանին։ Իրավապաշտպանները կդիմեն միջազգային կառույցներին մանրամասն ներկայացնելու նրանց նկատմամբ կիրառված հոգեբանական ու ֆիզիկական ճնշումները։ Սահակյանը չգիտի, հայրենադարձված գերիների շահերը միեդում ներկայացնում է Հայաստանի կառավարությունը։ Պետք է դիրքորոշում արտահայտի Հայաստանի կառավարությունը, թե արդյոք վերադարձից հետո հետևողական լինելու են, որպիսի Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը այս նախորդիվ 5 տարիների ընթացքում թույլ տրված իրավունքի խախտումը արձանագրի եւ խախտման վերացման միջոցներ ձեռնարկվեն, կոմպենսացիա տրամադրվի եւ այլն։ Իմ գնահատմամբ ճիշտ է, իրավացի է, արդար է, որ այս գործընթացները շարունակվեն։ Սահակյանը նկատում է, կարևոր է, որ սառույցը հալվել է։ Գերիների վերջին վերադարձը 2023-ին էր Բաքուն Երևան էր ուղարկել 32 ռազմագերու։ Երբ կլինի հաջորդ վերադարձը, հերթ կհասնի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին։ Սահակյանը համոզված է, միայն քաղաքական արդյունավետ բանակցությունների արդյունքում մյուս գերիների վերադարձը կազմակերպելուց հետո։ Քանի դեռ գերիները սովորական չեն վերադարձել, ադրբեջանական կողմը ռազմաքաղաքական ղեկավարներին չի վերադարձնելու։ Լիլիթ Խալաթյան, Առաքել Օհանյան, Հայլուր։ Այս շաբաթ Իլհամ Ալիևը հանդիսավորությամբ սեղմել է Կաշենի հանքավայրի գործարկման խորհրդանշական կոճակը, ներկայացնելով դա իբրև քայլ Ադրբեջանի տնտեսական վերածննդի համար։ 2022-ի դեկտեմբերին հենց հանքի շահագործումը պատրվակ օգտագործելով ադրբեջանցի էկոակտիվիստները փակեցին Հայաստան-Արցախ միակ ճանապարհը, ինչից էլ սկսվեց Արցախի բլոկադան, որ ավարտվեց հայկական երկրորդ հանրապետության հայաթափման օպերացիայով։ Թեման կքննարկենք Հայդուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո Բարի երեկո Լարա։ Ինչպես է Ադրբեջանը արդարացնում իր այս երկակի խաղը։ Իսկապես ճիշտ նկատեցիր Լարա, Ադրբեջանի այս հայտարարությունները երկակի ստանդարտներով են, որովհետև եթե 9 ամիս տևած այդ բլոկադան եւ դրան հաջորդած հայաթափումը իրականացում էր բնապահպանական լոզունգներով, ապա հենց այս տարածքները անցան Ալիևի վերահսկողության տակ, մեկ օրում այդ բնապահպանական խնդիրները կարծես վերացան։ Ավելին պաշտոնական Ադրբեջանը հայտարարում է, որ այս հանքավայրերի շահագործումը արդեն արդարացիորեն իրենց է պատկանում եւ միևնույն ժամանակ ենթադրվում է, որ նրանք 5.6 միլիոն տոննա տարեկան պետք է արտադրանք հանքանյութ արտադրեն։ Շատ կարևոր է այստեղ ես նշեմ, որ հանքը պետական չէ, այն մասնավոր ընկերության է, իսկ միջազգային հետազոտությունները մեզ տանում են այն ուղղությամբ, որ այս ընկերությունների սրանց հետևում կանգնած է Ալիևի դստրերը իրենց օֆշորային կազմակերպություններով։ Բացի այդ, Ալիևը 10 տարով հանքը ազատել է փաստորեն հարկերից։ Այսինքն Արցախի ընդերքից կորզվող այս միլիարդավոր դոլարներ անգամ Ադրբեջանի բյուջետ չեն մտնել։ Այո, շատ ճիշտ նկատեցիր Լարա, դրանք գնալու են մեկ ընտանիքի գրպան, այս դեպքում դրանք Ալիևներն են։ Լավ, Արման, մի թեմա էլ կա, որին այս շաբաթ չենք կարող չանդրադառնալ, հարևան Իրանում լայնածավալ բողոքի գործողություններ էին, քննարկվում էր Միացյալ Նահանգների հավանական միջամտման սցենարը, սրա մասին ինչ կանխատեսումներ, վերլուծություններ կան։ Այս թեման բավականին ակտիվ քննարկվեց նաև հայ հասարակության շրջանակում։ Իհարկե, այս պահի դրությամբ, ինչպես ստանում ենք Իրանի պաշտոնական ժուժկա տեղեկատվությունը, իհարկե Իրանում իրավիճակը գտնվում է իշխանությունների վերահսկողության տակ, սակայն պետք է որոշակի վերապահումով մոտենանք այս հարցին, այն պարզ պատճառով, որ Իրանում ինտերնետ հասանելիություն չկա եւ դժվար է ամբողջական պատկերը կազմել։ Ես ենթադրում եմ, որ այն սրությունը, որ եղավ օրինակ հունվարի 8-ին, այդ քրիտիկական պահը այլևս չի կրկնվի, եթե իհարկե Միացյալ Նահանգների նախագահ Թրամփը պահի իր խոստումը Իրանին չհարվածելու հետ կապված։ Արման, քանի որ այս մասին մենք ամբողջական ռեպորտաժ ենք շուտով
ցուցադրելու առաջարկում եմ արագ ամփոփել նաև իրավիճակը Ադրբեջանի արձագանքի առումով, որովհետև ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում Թուրքիան, շատ կոնկրետ արձագանքեցին Իրանում տեղի ունեցող գործողություններին, բայց պաշտոնական Բաքվից որևէ վերլուծություն, հայտարարություն այդպես էլ չհնչեց։ Տպավորություն է, թե Ալիևի աշխատակազմում պարզապես շունչները պահել են, ինչ որ բանի են սպասում։ Արդյոք նորմալ է այս քար լռությունը, հաշվի առնելով, որ Ադրբեջանում հաճախ հայտարարում են, թե Իրանում արյունակից եղբայրներ ունեն։ Շատ հետաքրքիր իրականում միջադեպ է, նախադեպ է ավելի շուտ այն, ինչ որ կատարում է պաշտոնական Բաքվի կողմից, որովհետև այնտեղ մեծ տագնապ կա նրանց լռության մեջ, ըստ ադրբեջանցի փորձագետների, եթե փողոցը հաղթի Իրանում, այդ նույնը կարող է լինել նաև Ադրբեջանում եւ հակակառավարական ցույցեր լինեն, եւ դրա համար էլ Ադրբեջանը հիբրիդային պատերազմ է վարում, որովհետև պաշտոնական մակարդակում Բաքուն իհարկե չի ուզում խզել կապերը կամ այրել կամուրջները Իրանի հետ, բայց այստեղ եթե ուշադիր նայենք տեղեկատվական մակարդակում ինչ է կատարվում, պատկերը բավականին հետաքրքիր է, որովհետև թե իշխանամետ օրինակ թրենդը կամ ընդդիմադիր ձևացող մուսավատ կայքերը շատ ակտիվ քննադատում են եւ ոգևորում են Իրանում տեղի ունեցող այս անհնազանդության ակցիաները եւ դա ներկայացնում են իբրև այնպես թե իսլամական պետություն, իսլամական հանրապետություն այլևս գոյություն չունի։ Իրանի իսլամական հանրապետությունը գոյություն չունի։ Այսինքն պաշտոնապես իհարկե Բաքուն չէր միջամտում այս իրավիճակին, բայց նա կանաչ լույս էր տվել մամուլին, եւ որ ցանկացած պահի կարողանա միջամտել եւ արդարացնել դա թե իբր իր արյունակից եղբայրներին է գնում փրկելու։ Շնորհակալ եմ Արման, սիրելի հայրենակիցներ, ես հիշեցնեմ, որ մեր տաղավարում էր Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանը։ Իսկ Իրանում վիճակի մասին Գայանե Մովսիսյանը կպատմի, նա փորձել է հասկանալ Թրամփը հետ քայլ է արել Իրանին չհարվածելու որոշման մասին հայտարարելով, թե պարզապես որոշել է բթացնել Թեհրանի զգոնությունը։ ԱՄՆ-Իրան պատերազմը կարծես հետաձգվում է։ Թրամփը շոյվել է Իրանի հետ քայլից ու որոշել է չռմբակոծել այդ պետությունը։ Իրեն հումանիստ համարող Թրամփին շատ հավաստի աղբյուրներն ասել են, Թեհրանում պատրաստվել են կախաղան հանել ավելի քան 800 մարդու, որոնք անկարգություններ են հրահրել երկրում։ Սակայն ԱՄՆ սպառնալիքներից հետո, թե կպատժեն Իրանին, չեղարկել են մահապատիժն այդ երկրում, ու սա է ստիպել ԱՄՆ ղեկավարին վայր դնել զենքերը։ Արդյոք Թրամփը փորձում է թմրեցնել Իրանի զգոնությունը, հավատացնելով, թե այս պահին հարվածելու մտադրություն չունեն։ Միջազգային լրատվամիջոցների տեղեկություններով վիրավորված ու հիասթափված է Իսրայելի վարչապետը ամերիկացի գործընկերոջից։ Ամերիկյան պարբերականները գրում են, որ 2025-ի դեկտեմբերին Թրամփի Ֆլորիդայի կալվածքում ԱՄՆ ղեկավարի հետ Նեթանյահուն տոնում էր Սուրբ Ծնունդը։ Թրամփը խոստացել էր նրան հունվարին լուրջ զբաղվել Իրանով։ Թրամփի նպատակը Իրանին կուլ տալն է, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին։ Դա ամերիկյան սադրանք էր։ Ամերիկացիները ծրագրել են դա, աշխատել են դրա վրա։ Ամերիկայի նպատակը, ես դա ասում եմ վճռականորեն եւ հստակ, Ամերիկայի նպատակը Իրանին կուլ տալն է։ Դա չի վերաբերում Միացյալ Նահանգների ներկայիս նախագահին։ Սա ամերիկյան քաղաքականություն է։ Իրանի ժողովուրդը անպատիժ չի թողնի այդ ապստամբության ներքին եւ միջազգային հանցագործներին։ Իրանցի վերլուծաբանները գրում են, թե Իրանում հոպուժերը պատերազմական վիճակի են բերվել։ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը կարծում է հնարավոր է վերսկսել բանակցությունները Իրանի հետ։ Միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցությունների 5-րդ ռաունդը նախորդ տարի հունիսին չկայացավ, քանի որ այդ հանդիպման նախորդ օրը Իսրայելը ռմբակոծեց Իրանը։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրան հարստացնելը, պետք է կրճատի հրթիռային պաշարները, չաջակցի պրոքսիներին։ Դա կարմիր գիծ է Իրանի համար։ Պաշտոնական Թեհրանը վերահաստատել է, կհամաձայնեն բանակցությունների, եթե դրանք առանց նախապայմանների լինեն, win-win սկզբունքով, այսինքն շահավետ երկու կողմի համար էլ։ Իրանի համար անընդունելի է ենթարկվողի դիրքերից բանակցել ԱՄՆ-ի հետ, կատարել նրա պահանջներն ու շարունակել մնալ գերտերության կոշտագույն պատժամիջոցների տակ։ Իրանի եւ Իսրայելի միջև լարվածությունը թոթափելու համար Ռուսաստանի նախագահն է խոսել թե Իրանի, թե Իսրայելի ղեկավարների հետ։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով Պուտինին անհանգստացնում է լարված իրավիճակը Մերձավոր Արևելքում։ Գայանե Մովսիսյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։
Իրանի դեսպանի հրապարակային դժգոհությունից հետո Հայաստանում հարևան պետության դեսպանատան մոտ հակակառավարական ցույցերը շարունակվում են։ Այսօր 7 մարդ է ձերբակալվել, նրանք չեն կատարել իրավապահների պահանջները։ Ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արտոնված չի եղել դեսպանատան շենքից դեպի Կապույտ մզկիթ երթը։ Չորեքշաբթի դեսպան Խալիլ Շիրղոլամին աղմկահարույց հայտարարություն էր արել, թե Հայաստանի կառավարությունը անտեսում է իրենց հորդորները եւ չի արգելում հայհոյախառն արտահայտություններով բողոքի ակցիաները դեսպանատան դիմաց։ Դեսպան Շիրղոլամիի խոսքով Թեհրանում ձևավորվում է պատկերացում, թե Հայաստանը դառնում է կենտրոն Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։ Հայաստանի վարչապետը անդրադառնալով Իրանի դեսպանի դժգոհությանը ասել էր, թե Հայաստանում որևէ հանրահավաք չի արգելվում։ Այժմ ռուս-ուկրաինական ճակատ ուկրաինացիները կորցրել են եւս մեկ բնակավայր Դոնեցկի Զակոտնոյեում վերահսկողություն հաստատելու մասին լուրը հաստատել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի բանակի հոբ ստորաբաժանումը հատուկ առաջադրանք է ստացել, երբ պարզել են, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարձակումների։ Կիևը դեռ խավարի մեջ է։ Վերջին 4 տարվա ամենածանր էներգետիկ ճգնաժամին է բախվում Ուկրաինայի մայրաքաղաքը։ Քաղաքապետ Կլիչկոն նորից կոչ է արել կիևցիներին լքել քաղաքը։ Որոշ բնակիչներ օրական մինչև 20 ժամ հոսանք չեն ունենում։ Ռոյթերզին ասել է Վիտալի Կլիչկոն։ Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների վրա ռուսների պարբերաբար դարձած հարձակումների հետևանքները մեղմելու համար Կիևի գործընկերները լրացուցիչ գեներատորներ են տրամադրել։ Այդուհանդերձ մոտ 100 տուն միայն Կիևում դեռ առանց ջեռուցման է, իսկ դրսում -11 է։ Ուկրաինայի վիճակը նախանձելի չէ նաև ճակատում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ամեն օր մի նոր բնակավայրի նկատմամբ վերահսկողության մասին է հայտնում։ Այսօր Զապորոժիեի մարզի Պրիլուկի գյուղն է անցել ռուսների հսկողության տակ։ Դաշնության պաշտպանության նախարարության տարածած կադրերում երևում է նաև, թե ինչպես է ռուս զինվորը դրոշ դնում 3 վերահսկողության տակ առնված Դոնեցկի Զակոտնոյե բնակավայրում։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը նաև հայտնել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող էներգետիկ եւ տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների ոչնչացման մասին։ Կիևը պատրաստվում է նոր դիմակայության։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ բանակի հոբ ստորաբաժանումը հատուկ առաջադրանք է ստացել Ռուսաստանի նոր զանգվածային հարձակումները հետ մղելու համար։ Այսօր հատուկ առաջադրանքներ են տրվել հոբ ստորաբաժանումներին եւ բանակին։ Մեր հետախուզությունը հաղորդում է, որ Ռուսաստանը պատրաստվում է նոր զանգվածային հարձակումների։ Մենք անկեղծորեն խոսում ենք մեր գործընկերների հետ հոբրտիրների եւ մեզ այդքան անհրաժեշտ համակարգերի մասին։ Մատակարարումները բավարար չեն, այժմ շատ բան արվում է միայն Ուկրաինայի պաշտպանության նախարարության մակարդակով։ Խնդրում ենք ուշադիր լինել օդային հարձակման մասին ահազանգերին։ Ուկրաինան դրոնային հարձակմամբ է պատասխանում Ռուսաստանին ու մխիթարվում Եվրոպայից եկող լուրերով։ Եվրահանձնաժողովը Ուկրաինայի համար Եվրամիությանը պարզեցված ընթացակարգով անդամակցելու պլան է մշակում։ Իհարկե, Եվրամիության բոլոր բարիքներից օգտվել չի հաջողվի։ Ընդհանուր բյուջեն հասանելի չի լինի Կիևին։ Մուտքը եվրոպական շուկա սահմանափակումներով կլինի, իսկ որոշ իրավիճակներում Ուկրաինան ձայնի իրավունք չի ունենա։ Եվրահանձնաժողովի նոր առաջարկները փետրվարին կամ մարտին կստանա Կիևը։ Պոլիտիկոին ասել է Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտակոսը։ 2 օր առաջ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրամիությանն անդամակցությունը Ուկրաինայի համար անվտանգության առանցքային երաշխիք է։ Կարծես հաստատվում է տեղեկությունները, որ Եվրամիության անդամակցելու գինը Ուկրաինայի տարածքային զիջումներն են լինելու։ Թերեզա Կադաևչյան, Էլեն Յայինյան, Հայլուր։ Կիրակի առավոտյան քրդական ուժերը դուրս կգան Հալեպից։ Քրդական կազմակերպության առաջնորդը հայտարարել է, որ զորքը Հալեպի արևելքից տեղափոխելու են Եփրատի արևելյան դիրքեր։ Այս որոշումը կայացրել են Ուրփաթ Դեյր Հաֆերում Սիրիայի կառավարական բանակի հետ բախումներից հետո։ Ամսվա սկզբից բախումների հետևանքով առնվազն 23 մարդ է զոհվել, ավելի քան 150,000 մարդ լքել է Հալեպի քրդաբնակ թաղամասերը։ Քրդական ուժերը վերահսկում են Սիրիայի նավթով հարուստ հյուսիսային եւ հյուսիսարևելյան շրջանների մեծ մասը։ Սիրելի հայրենակիցներ, եւ մի շատ ցավալի լուր մահացել է Զառա Արամյանը։ Հայաստանի մշակույթի վաստակավոր գործի ինքնազգացողությունը երեկվատացել էր սրտի լուրջ խնդրի եւ թթվածնի անբավարարության պատճառով նա տեղափոխվել էր Երևանի Հերացու թիվ 1 հիվանդանոց։ Հայլուրի թիմը ցավակցում է նրա ընկերներին, մտերիմներին, հարազատներին։ Դուք դիտում եք Հայլուրը, շնորհակալություն ուշադրության համար, կհանդիպենք։